Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսերի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, քեջ Վարդան Ղուկասյան։ Այսօր փետրվարի 25-ն է, ուշ երեկո մեզ մոտ Միացյալ Նահանգներում։ Այսօր ինձ եկուսեցին, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 Ոզիս տղեն ստատուս է գրել, որ Սյունիք պետք է վերադառնա ադրբեջանական մշակույթ։ Եվ կրկին ցավալին կայանում է նրանում, որ նորից արձագանքում է միայն եւ միայն քաղաքական, այսպես ասած, լիդերներից, այդ հոգեկան հիվանդի, այդ պետական դավաճանի գրազներին նորից Վարդան Ղուկասյան։ Մեկը չկա կողից ասի, Նիկոլ Փաշինյան, ագարկան նավարի ծծնից սաղ Ադրբեջան։ Դու ադրբեջանական մշակույթ որտեղ ես տեսել, տղա ջան։ Որտեղ ես տեսել օրնիկի ծնունդ ադրբեջանական մշակույթ, այդ ազգը պատմություն չունի, որ մի հատ էլ մշակույթ ունեն։ Այդ ազգը ունեցել է չունեցել մի հատ Մուսլիմ Մագոմաևա ունեցել, այն էլ պիտի գնային Առնո Բաբաջանյանի ոտերը լվան ջուրը խմեն, որի գրած երկերը տվել է Մուսլիմ Մագոմաևին, Մուսլիմ Մագոմաևն էլ երկին։ Երկրորդը պիտի գնային սովետական միության կուլտուրայի մինիստր Ֆուրցևայի դլոն լվան ջուրը խմեն, որ այդ Մուսլիմ Մագոմաևին պրախոտ էր տալն, որ գնալ սեղնդեղ երկեց։ Այդ թվում նաև Լեոնիդ Իլիչ Բրեժնևի եղած չեղածը լվան խմեն, որ հավանել են Մուսլիմ Մագոմաևին, այն էլ Չեչնիայի ծնունդ։ Դու ադրբեջանական մշակույթ որտեղ ես տեսել։ Օրնիկի տղա։ Ամբողջ Ադրբեջանը ինչքան մշակույթ ներկայացել է կամ գողացածը հայերից, կամ վրացիներից, կամ պարսիկներից։ Քանիկը հենց ասել էին Արա Գևորգյանի երաժշտությունը մեզ է։ Հələ այդ մարդը լավա սաղսալամատ էր, դրեց դատավապացեց, որ դες բան գոյություն չունի։ Էսիկ հարցի մի կողմը, մյուս կողմը։ Ես արմանում Սյունիքի ազգաբնակչության վրա, Ղափան, Գորի, Սիսիան, Մեղրի։ Դուք սիրելի սյունեցիներ, ձեր աչքի առաջը տեսաք, թե ոնց Նիկոլ Փաշինյանը բանտիկով հանձնեց Ղարաբաղը։ Հիմա էլ բանտիկով հանձնում է ձեզ։ Ղարաբաղցիք վեշմեշող կապին եկան լսան Հայաստան։ Դուք ուր պիտի գնաք։ Հաս եմ տալի ձեզ, ուր պիտի գնաք։ Որը տենց համավոր հարցի նման նստացեք։ Անգամ չեք համարձակվում, մտնեք ձեր Facebook-յան էջերով կոմենտ գրեք, ասեք Նիկոլ, տուն ու տեղը ծածացնեն։ Ստեղ երբ է եղել ադրբեջանական մշակույթ։ Սյունիքում երբ է եղել ադրբեջանական մշակույթ։ Նա ինձ ասեք տենան։ Որտեղ է եղել, որ քաղաքում, Գորիսում, Սիսիանում, Ղափանում, Մեղրիում, Քաջարանում, որտեղ է եղել ադրբեջանական մշակույթ։ Դա որն է։ Հարգարժան սյունեցիներ, Սյունիքում են հայոց արխիվներ էին, սյունած արխիվներ էին, ագրավներ էին, ցիկիկներ էին, այդպես մի հատ կազմակերպություն կար, ղեկավարներ Հիտլերն էր, ուր է էդի բա, հելը մեր Սյունիքից էր նժդե հեր խոսում մեներանը, նժդե հետ սսնի դրան, էդ ուր է էդի բա դու հելի մի հատ գոնե արձագանքի ասի, ինչ մշակույթ, լավ է էդի կարծեմ մտեղից հա, այն առուշ մարուշ կային, առուշ, ուր ես տղա ջան, Գորիսի քաղաքապետ էր, ինչ էիր, չեմ հասկանում ինչ էիր, Ղափան, մապան, այս ժողովուրդ, դուք չեք հասկանում սրանք ինչ են անում։ Սրանք թուրքին կամանց բերում են լցեն ձեր տան մեջ։ Թուրքը գալու է ձեր տնից եկալի շպրտի տուն, ասի ես տեղ ապրել եմ, դե գնա որ չեղի, որ ինքը չի ապրել։ Բայց ես մի բան գիտեմ, ես ուզում եմ սա ասեմ հատուկ են մարդկանց համար, ովքեր որ անդամագրված են ԿՊ-ին, եւ աջակցում են ԿՊ-ին այդ արևմտամետներ կոչվածները, որոնք բոլորը թելում են Թուրքիայի թելը։ Դուք խաղում եք մեղվի բնի հետ։ Խաղում եք մեղվի բնի հետ կամ խաղում եք քնած արջի ծվերի հետ։ Ոնց որ խաղում էր Ուկրաինան 10 տարի, խաղաց, վերջում արջը հելավ մորմոշարեց։ Հիմա նույնը դուք եք անում։ Խաղում եք քնած արջի ծվերի հետ։ Զորով բերելու եք հասցնեք նրան, որ մի գեղեցիկ օր այդ արջը մի թաթով ծծնի Ադրբեջանին, մյուս թաթով ծծնի Հայաստանին։ Դուք տանում եք դեպի դրան, որ հրապարակի են շենքի են, գյոզած շենքի վրից իջացի հայկական եռագույնը եւ բարձրանալ լրիվ ուրիշ եռագույն, որի մեջ կա սպիտակ գույնը։ Դուք տանում եք դեպի դրան, եւ այդ օրը սարերի ետևում չի։ Այս օրը հիշեք։ Ես ո՞նց էի հելում ասում սա յալնելու, ասում են Վարդան Ղուկասյանից ինչ է խոսում։ Ես նորից եմ կրկնում, 600-500 տարի
Ձեր նման, Նիկոլա նման պոռնիկի տղեկը ամեն անգամ ասել են, այս թուրքը այն թուրքը չի, էսի կուլտուրական թուրքա, ու գնացել են մտել են թուրքի խրտակ, մի քանի տարի հետո դրե մորթել են։ Մի անգամ, երկու անգամ, 5 անգամ, 10 անգամ, քանի անգամ նույն սխալը կարելի է կրկնել։ Ամենաթարմ դեպքը 15 թիվը, դրին, կոտորին, սաղին, փռեն արևի տակ։ Դրանից հետո եղբայրական Ադրբեջան, խռի գլող, հելան գնացին հայրը Սումգայիթում, Բաքվում, տուն տեղ առան դրին, սաղին դրին, ծեցին, ջարդին, բռնաբարին, վառին, կտրտին, փրտին, թափին, առանց մի հատ թելուասեղ, իրանց տուն ու տեղից հանին, լարին, սաղին բեի լցին Հայաստան, Հայաստանից հետ փախան գնացին Ռուսաստան, իսկ ադրբեջանցիները, որոնք հելա սիկտիր եղան Հայաստանից, փող, տուն, տեղ, սաղտվին, ձեռները հելան գնացին։ Վերջերս եղավ, չէ, 88 թիվ Սումգայիթ, Բաքվի ջարդեր, Փառք Աստծո, կա YouTube, սիրելի երիտասարդներ, մտեք, բացեք YouTube, գրեք, Ռիզնյա Արմյան, Սումգայիթի իլի Բաքու։ Մտեք նայեք թարմ կադրեր 88 թվի, ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք ծնվել են 2000 թվի տեսքով կամ 88-ի, 79-ի, չեն հիշում այդ բոզի տղությունները։ Մտեք YouTube-ում, սաղ կա, բացեք, նստեք, նայեք։ Դրանից հետո խնդրեմ Ղարաբաղ, Ադրբեջան եւ Ղարաբաղից 150,000 հոգու հանին, դեպորտարին, լարին, $1.5 միլիարդ զենք Ղարաբաղցիք նվեր տվեցի, թողին փախան։ Երբ որ կարային մնային եւ իրենց տուն ու տեղը բնապաշտպանեին։ Վերնախավը դուրս եկավ Դավաճան, ռուսը փաթեթավորեց եւ շատ ճիշտ արեց։ Հազեց Ադրբեջանից տարեք ծծերեք էս Դավաճանների։ Հիմա ուզում եք այդ նույնը տեղի ունենա Սյունիքում, Սյունիքից հետո Գեղարքունիքում, Գեղարքունիքից հետո Արարատում, Արարատից հետո Երևանում եւ վերջացավ Հայաստանը։ Այդ եք ուզում չի լինելու։ Չի լինելու։ Ռուսաստանը դա թույլ չի տալու։ Ասում եմ գալու է մի օր Ուկրաինայից պրծնի ասնի մեզ, այդ եք ուզում։ Նիկոլի ուզածը դա է։ Քպականներ դուք ուզում եք ձեզ պետական Դավաճանից հոդվածով դրեն կախել հանրապետության հրապարակի մեջտեղում, հա։ Ռոբասերժական երևույթներ, ինչ եք սուս մնացել։ Հա, փողը կերել եք։ Հայաքվե եք անում, այո ոչ եք անում կիրախսը հանձնելուց։ Հիմա այն ադրբեջանական մշակույթը կալում է Սյունիք։ Իսկ ամենաուժեղ զենքը դա որն է, դա մշակույթն է, որը որ գալու են, մտնելու են ձեր տան մեջ եւ ձեր տնին ձեզ լարեն։ Գորիսի ժողովուրդ եք ուզում, Սիսյանի, Ղափանի, Մեղրի, Քաջարյանի, ինչ եք սուս նստել։ Ինչ եք խոտը դրել դեմներից ու նստել։ Գալու է, այդ օրը գալու է։ Այդ օրը սարերի ետևում չի։ Եթե այս ընտրություններին վերարտադրվեց ԿՊ-ն, գալու է, բայց նորից եմ կրկնում, չի վերարտադրվել։ Չի վերարտադրվելու այդ բոզի տղեկի թաշեն չի վերարտադրվելու։ Ամենածայրահեղ դեպքում ռուսական զորքը լեննական մանումենտը Արարատը։ Ամեն ինչ տանում է դեպի դա, իսկ ես չեմ ուզում որ դա լինի։ Չեմ ուզում։ Ես չեմ ուզում Հայաստանը վերածի երկրորդ Ուկրաինայի։ Մենք Ուկրաինաման մեծ չենք, շնի շատ չենք։ Նախ չենք էլ կռվի, սուսուփուս կասենք եկեք մտեք։ Բայց ես ուզում եմ որ դուք մնաք սուվերեն, ես ուզում եմ որ դուք մնաք անկախ։ Չնայած իշխերես անկախ, դուք եկեք մտածեն Երևան։ Ես չեմ ուզում որ էքսկավատորը մտնի եւ քանդի Եռաբալուրդու ծիծեռնակաբերդը։ Ես չեմ ուզում որ Երևանի մեջտեղը նամազ հնչի, մուղան հնչի, որ Ալես Սիմոնյանն ասում է ես ուզում եմ գնամ բերեմ իմ գոլեգային Երևան, տունը ծծցնեմ, Ալես Սիմոնյան։ Ես չեմ ուզում որ մեր հայ աղջիկը գնա մտի թուրքի խերի տակ։ Ես չեմ ուզում որ Հայաստանը վերածվի թուրքական վիլայեթի։ Չի լինելու։ Ես ուզում եմ որ մյուս քաղաքական գործիչ կոչվածները, որոնք որ հիմա շպրտվել են դաշտ ուզում են դառնան վարչապետ, թեկնածություն են։ Արա հելեք խոսած եք այն խախտեք։ Չեք սուսնստե, Վանեցյան քեզ ռուս լրագրողը հարցվեց, չի Կրիմ, դու ասել Կրիմնաշկի, լրագրողը խույ որավ, ասես չի Արմյանսկի, բայց ես քեզ հարց եմ տալիս, չի Նագորնի Ղարաբաղ։ Խի չես պատասխանում Վանեցյա։ Ծառուկյան գագո, խի չես պատասխանում։ Տաշի սամո, պատասխանեք, ասախում։ Միջանց կլնելու, թե չի լինելու։ Ղարաբաղի ժողովուրդ ուր են էցալու, խեք սուսնստե, վախմ եք, բավր վախմ եք, բայլ ուր եկել ենք եմ էտան, արա։ Ուր, այ կիրեմ է բխո, ուր։
Չգիտեմ, սիրելի ժողովուրդ, չգիտեմ չա կատարվում ձեր հետ, բայց խորհուրդ կտամ մի քիչ ակտիվացեք։ Նամանավան Սյունիքի ժողովուրդ։ Մեղք եք։ Ձեր նախների գերեզմանը թողելու եք, փախնելու եք այդտեղից։ Փախնելու եք Արարատ, Արարատից փախնելու եք Երևան, Երևանից ուր եք եթալու։ Վրաստան, Թուրքիա, ուր։ Ռուսաստան չի թողալու։ Մեկ-մեկ ակտիվ եղեք, խոսացեք։ Ես մեղք եմ, որի տեղը հլնեմ խոսամ։ Մի քիչ տղամարդ եղեք։ Այսքանը խոսում են ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։